Ծերենց հայ գրող, հրապարակախոս, բժիշկ ու պատմավիպագիր։ Միջնակարգ կրթությունը ստացել է Վենետիկի Մխիթարյան վարժարանում, ուսումն ավարտելուց հետո հրաժարվել է հոգևոր կոչում ստանալուց եւ 1837 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս, ծավալել ազգային լուսավորչական գործունեություն։ 1848 թվականին մեկնել է Փարիզ եւ ընդունվել Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, դասավանդել է Սամվել Մուրադյան վարժարանում։ 1849 թվականին Ծերենցի եւ այլոց ջանքերով Փարիզում ստեղծվում է Արարատյան ընկերությունը։ 1852 թվականին ավարտում է Պիզայի համալսարանը, 1853 թվականին վերադառնում Կոստանդնուպոլիս, հանդես գալիս կրթապաստիրակչական բնույթի հրապարակախոսական հոդվածներով, մասնակցում ազգային սահմանադրության մշակմանը, պայքարում տավանաբանական վեճերի դեմ։ 1860-ական թվականների սկզբներին լինելով Կոստանդնուպոլսում կազմակերպված բարեգործական ընկերության հիմնադիրներից մեկը, զբաղվել է հայ ժողովրդի ազատագրական շարժման հարցերով։ 1862 թվականին Զեյթունի ապստամբության նախօրեին մեկնել է Կիլիկիա մշակութային կրթական աշխատանք ծավալելու, գյուղատնտեսական դպրոց բացելու առաջադրանքով։ Նա հայոց պատմություն է դասավանդել Ներսիսյան դպրոցում։ Այդ ընթացքում բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու առաքելությամբ եղել է Վանում, Ալաշկերտում, Բասենում եւ այլուր։ Բժշկական եւ ազգային հասարակական աշխուժ գործունեության զուգահեռ զբաղվել է գրական ստեղծագործական աշխատանքով։